2004 թվականից Արարատ լեռան պատկերն առաջին խորհրդանիշն էր, որը երկիր մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու հիշեցնում էր, ինքը Հայաստանում է։ Նոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանահատման կնիքների վրա այլևս չի լինի Արարատի պատկերը։ Կառավարության այս որոշումը համընկավ սեպտեմբերին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններին, թեև Հայաստանի Հանրապետության իշխանությունները պնդում են, որ դրոշմի հարցը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, իսկ հայ-թուրքական օրակարգում Արարատի հարցը չի քննարկվել։ Այնուամենայնիվ, որոշումից մեկ օր անց Երևանում էր Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քալաչը։ Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ Թուրքիայի հերթական սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Ես ասել եմ եւ ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած համաժողովում ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոն։ Սա անում ենք, որովհետեւ ուզում ենք եւ ռազմավարություն ունենք մեր պետության հարատեվությունը ապահովելու համար։ Իսկ մեր պետության հարատեվությունը ապահովելու համար մենք պետք է մեր պետությունը դնենք ճիշտ, եթե կարելի ասել, ճիշտ աերոդինամիկայի մեջ, ճիշտ դիրքի վրա։ Արարատի օրակարգը թելադրված է Թուրքիայից, վարչապետին հակադարձում են փորձագետները։ Մենք հասկանում ենք, որ իշխանության պահպանումը բավականին դժվար խնդիր է, որը մշտապես լուծում է։ Եվ Թուրքիայի դա ուղիղ պահանջ է, որպեսզի հաջող քայլը լինի։ Եվ ավելին կա նաև սպառնալիք, որ եթե Հայաստանը չի գնա, ապա գործընթացը կտապալվի եւ հաջորդի լավատությունը կա նույնիսկ պատերազմական ռիսկերը կլինեն։ Ինչքան էլ ասենք, որ պատերազմական ռիսկեր չկան, մենք հասկանում ենք, որ իրականում հակառակն է եւ պատերազմի հնարավորության մասին Ալիևը անդադար խոսում։ Այսինքն Ալիևը սպառում է Հայաստանի իշխանություններին եւ նրանք նրա տեղը որտիսի պատրաստ են հնարավոր պատերազմին, գնում են զիջումների եւ փորձում են ադաստորին ուղակի զիջումներով կանգնացնել։ Իշխանությունների գնահատմամբ այս որոշումը տեղավորվում է վարչապետի հնչեցրած իրական Հայաստանի կոնցեպտի շրջանակում։ Այս գաղափարի հիման վրա նախատեսվում են նաև սահմանադրական փոփոխություններ եւ նոր 4-րդ հանրապետության հռչակում։ Նույն համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկել է օրինագիծ, որով կաջակցի իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը։ Իրական Հայաստանի մասին վարչապետը խոսել էր դեռևս հունվարին, նշելով, որ Արարատի դիսկուրսը խոչընդոտ է մարտական բանակ ունենալու ճանապարհին։ Հենց թեկուզ բանակի բարեփոխումների օրինակով։ Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի եւ Արագածի դիսկուրսը։ Ինչու՞։ Որովհետեւ եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի եւ պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն մեզ զենք չի վաճառի, մեզ այդ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ այդ թվում միջազգային հանրության տեսակետից կդարձնենք թիրախ։ ԿՊ-ում ասում են, Արարատի խնդիրը նաև էմոցիոնալ ու հուզական տարրեր պարունակելու մեջ է։ Մենք ամեն բան անում ենք, որ ուրեմն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տարընկալումներ չլինեն եւ մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը, կնիքները եւ այլն, ուրեմն ելնեն բացառապես պետականության սկզբունքից։ Իսկ հարևանների զգացմունքների հետ չպետք է խաղալ, պնդում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վարչապետի նշած օրինակը շատ լավ է բնակարանը, երբ որ կառուցում ես, պատերին ինչ-որ նկարներ ունենաց, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնում։ Քանի որ մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կա, որոնց պետք է անդրադառնանք։ Հրանտ Միքայելյանի համոզմամբ Թուրքիային տարբեր որոշումներով հաճոյանալը չի կարող մշտապես ազատել պատերազմից։ Թուրքիան պահանջում է, որպեսզի Հայաստանը մացիսարը վերացնի բոլոր սիմվոլներից եւ առավել եւս սահմանակետերից, որովհետեւ եթե Հայաստան-Թուրքիա սահմանակացվելու է, ապա Թուրքիան դեռ որպեսզի Թուրքիայի քաղաքացիները կամ որևէ մեկը թուրքական սահմանանցնելուց մարտիսով սարը ունենա իր անձնագուտ։ Եվ այս իրադարձությունը պետք է այս համատեղ դիտարկել։ Ազգագրագետի խոսքով պետք է գիտակցել, որ Արարատ լեռը մեր ինքնության խորհրդանիշն է,
մեր մշակութային ժառանգությունը։ Պատահական չէ, որ մարդիկ հենց Երևանում աշխատում են այնպես անել, որ իրենց բնակարանները, իրենց լուսամուտները, պատշգամբները նայեն դեպի Մասիսին, որովհետև իսկապես դա մի տեսակ հնարավորություն է ինքնամաքրվելու, հզորանալու, հպարտանալու, այդ զգացողությունը կա եւ հիմա փոխել ինչ որ ինձ համար դա իմաստավորված չէ եւ դա մի տեսակ խուլ կամ ակնհայտ պայքար է մշակութային ժառանգության կարևորագույն դրսևորումների դեմ։ Խնդիրը միայն քաղաքականության տիրույթում չէ։ Արարատ լեռան խորհրդանիշից հրաժարումը ներխուժում է ազգային արժեքների դաշտ։ Ինչու պետք է երկնչենք կամ հետ քաշվենք եւ դա ուրանալ է նշանակում եւ դա նշանակում է, որ դու քո արմատներից ուզում ես հեռանալ, ոչ միայն դու ես հեռանում, այլ նաև մի ամբողջ սերունդ։ Այ մեր սերունդը մեզանից առաջ քանի սերունդ մարդիկ դրանով են ապրել, հիմա ես մի տեսակ անհանգստանում եմ, որ մեր երիտասարդ երեխաները, պատանիները աստիճանաբար նրանց աչքը կբարձվի նրան, որ դա չպետք է լինի, բայց բարեբախտաբար բնությունը Աստված այնպես է ստեղծել, որ Արարատը միշտ մեզ հետ է։ Լինում են այդպիսի ալիքներ, բարձրանում իջնում են բան, բայց ես լիահույս եմ, որ մենք նման փոթորիկներ չէ, որ հաղթահարել ենք։ Արմենիա Թդեյը փորձեց նաև քաղաքացիներից ճշտել այս հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Հայաստանցիները հաշտ չեն Արարատը մերժելու մտքի հետ։ Դա մեր ազգային պատկերն է։ Դրանով իմանում են մեր հային։ Արարատը մեր բարձանք երկրի ոնց որ շքանիշն է։ Ամենտեղ միշտ եղել է, միշտ էլ պետք է լինի։ Արարատ լեռը մերն է, մերն էլ պետք է լինի, պետք է մնա տնիկը։ Իշխող կուսակցությունը Արարատից խուսափելու գործընթացը սկսել է իր կանոնադրությունից։ Եթե 2015 թվականի կանոնադրության մեջ նշված էր, որ ԿՊ-ի տարբերանշանի վրա պատկերված ձեռքսեղման ուրվագիծը նման է Արարատ լեռան ուրվագծին, ապա այժմ կանոնադրությունից այդ նկարագիրը հանվել է, թեև տարբերանշանը չի փոխվել։ Հայաստանը մենակ չէ այլ երկրի տարածքում գտնվող միավորը որպես սիմվոլ օգտագործելու մեջ։ Աշխարհում այդպիսի օրինակները բազմաթիվ են, Ասիայից մինչև Եվրոպա, Աֆրիկայից Ամերիկա։ Օրինակ իսպանական գերբը, որին պատկերված են Հերկուլեսի սյուները։ Դրանցից մեկն աշխարհագրորեն Իսպանիայի տարածքում է, իսկ մյուսը Մարոկկոյում։ Սլովակիայի գերբի վրա 3 բլուրներ են, որոնցից մեկը Հունգարիայի տարածքում է։ Այդ մասին նաև ազգագրագետն է հիշեցնում, մատնանշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան էլ դրոշների վրա աստղուլուսին են կրում։ Հիմա մենք մտածենք, թե մեր որ հարևանը ինչից կարող է զայրանալ։ Օրինակ թուրքական, ադրբեջանական դրոշների վրա գիտեք, կիսալուսինն է, չէ, աստղ, այսինքն դա ինչ է նշանակում, որ մենք մտածենք, որ իրենք հավակնում են տիեզերական ազգ լինելու։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում սա միակ դեպքը չէ, երբ փորձեր են կատարվել մեր հիշողությունից ջնջել ազգային արժեքները։ Խնդիրն այսօր մեկն է, թե որքան ամուր կլինի ազգային ինքնությունը, եթե այն վերակառուցվի առանց Արարատի խորհրդանիշի, առանց Արցախի հիշողության, որոնց վրա հենվել է ազգային գաղափարախոսությունը տասնամյակներ շարունակ։ Արաքսիա Սնխչյան, Դմիտրի Անտոնով, Armenia Today։